սարքել եմ, դնել եմ, ու նույնը համեն դուք պիտի անեք։ Ես հիմա ցույց կտամ, թե ամենակարևորը ինչն է պրեզենտացիան ընդհանրապես ոնց որ ինչ-որ բանի մասի եթե ինչ-որ տեղեկություն ունեք, գեղեցիկ ներգործելով ներկայացնելու միջոցն է։ Այսինքն եթե դուք քո պրեզենտացիայի մասին դեպքում խոսքնես Գերմանիայից, տեսեք Գերմանիայի վերաբերյալ բոլոր ինչքան էմոջի բան կա, գտել եմ, դրել եմ։ Այսինքն իմ պրեզենտացիան ունի գույներ, իմ պրեզենտացիան ունի անպայման տեքստ, առանց տեքստ չի կարող լինել։ Այսինքն կարող լինի, բայց դի պրեզենտացիա դա չի լինի։ Այսինքն դուք պրեզենտացիայի միջոցով պիտի խոսաք ձեր հետաքրքրող ինչ-որ թեմայի մասին։ Օրինակ եթե դու վերցնում ես ինչ-որ խաղ, հա, օրինակ եթե դու վերցնում ես ո՞րն է ներսիացածը։ Roblox, հա, օրինակ, նայ, մտնում եք Google, դիմում եք Roblox-ի պատմություն, սկսում եք կարդալ, ձեզ հետաքրքրող փաստերը դուրս եք գրում ու պրեզենտացիայի ստեղ բանով միջոցով մի 5 էջանոց կարճ պրեզենտացիան եք սարքել, խոսալը։ Այսինքն պատմությունը ինչի մասին է ու դες դիքը սիրում կողքին ինչ-որ հատված եք գնում, գույներ եք գնում, նախ տեքստը, ամենակարևորը տեքստը պիտի լինի տեքստը պիտի լինի շատ բարդ ու ընթերների եք հատվածում, որտեղ մենք բոլորս տեսնենք։ Այսինքն որ մտնենք մենք ձեր պրեզենտացիան, սաղ նկարներ չլինի տեքստը մի ուջուր տեղով, պրեզենտացիայի գաղափարային, որ դուք կարողանաք տեքստի միջոցով համեր սիրում պատկերացրեք։ Այսինքն տեքստը մեծ պիտի գրված լինի, սիրում պիտի լինի, ընթերների լինի, շատ գունավոր չլինի, որ աչքի համար վաղ չլինի։ Գույները իրար հետ զգացեք, օրինակ եթե տեքստը կանաչ եք դնում, հետևի ֆոնը օրինակ կապույտ մի դրեք, որտեղից խառը կամ որտեղ պիտի լինի, հետո նա նկարները սկսեք դրեք։ Այսինքն գլխավորը տեքստն է, ոչ թե նկարները։ Շատի լսենք, որ հասկանաք, նայեք, ես ցույց տվեցի գույնը ոնց էին փոխում։ Մտնում էինք ստեղ ու ձեր ցանկացած գույնը դնում էինք։ Հետո ես ցույց տվեցի, թե տառերը ոնց եք մեծացնում, բոլոր տառերը ոնց եք մեծատար գրում, այս տեսքով։ Հետո կարաք տայր տառերի քանը, տառերը իրենց հերվածնեք, այս ձևով օրինակ։ Հետո կարաք իրար ավելի մեծատար սարքեք իրանց։ Հիմա նայեք, էֆեկտների ոնց եք այդ ամենը անում, ուղղակի հետո։ Բարև ձեզ, ես Աղազարյան Ալեքն եմ։ Մենք սահիկաշար ենք անում ու մենք ընտրել ենք հայկական խոհանոց նյութը։ Թեման։ Ինչ ես։ Ես կարում եմ օրինակ ծվածել։ Ես խոհանոց լիքը ուտելիք։ Սոֆի, դու ինչ թեմա ես ընտրել։ Ստիչ։ Ստիչ։ Իմ թեման ընտանիքն է։ Պատրաստել ես էջ։ Հա, պատրաստել եմ, բայց ես հլա աշխատում եմ, պետք է թեման շատ հետաքրքիր գործեր եմ, լավ ֆիլմ է։ Պատրաստել ես արդեն սահիկաշար։ Իմ հոբինա ֆուտբոլի է, շատ եմ սիրում ֆուտբոլ, դրա համար անպայման ֆուտբոլ եմ։ Խոհանոց։ Ռուսական խոհանոցից ինչ ես ընտրել։ Որ ուտեստներն ես ընտրել։ Այս մի քանի հատ։ Չինական ուտեստներ։ Չինական։ Օրինակ ինչ ուտեստ ես վերցրել։ Փնտրում եմ։ Որը։ Ես է չինական։